Մարդու սիրտը մեկ օրում կծկվում է միջին հաշվարկով 100-ից 120 հազար անգամ, բայց արդյոք դա միայն մեխանիկական աշխատանք է, որպեսզի մղի արյունը, թե նա փորձում է մեզ ինչ-որ բան ասել։ Ահա այս մասին և սրտի ռիթմի մասին կլինի մեր այսօրվա էպիզոդը Կարդիոլաբ պոդքասթում։ Սիրելի բարեկամներ, մեր հաղորդման գլխավոր գործընկերն է Կարդիոլաբ բժշկական կենտրոնը։ Կարդիոլաբը մասնագիտացված սիրտանոթային խնամքի բժշկական կենտրոնն է, որտեղ դուք մաքսիմալ արագ, որակով և բարձր պրոֆեսիոնալիզմով կստանաք ձեզ անհրաժեշտ բժշկական ախտորոշման և բուժման վերաբերյալ խորհրդատվությունը։ Կարդիոլաբում մեր արժեքներն են որակը, բուժառույակենտրոն մոտեցումը, պրոֆեսիոնալիզմը և թիմային աշխատանքը։ Սիրով կսպասենք ձեզ։ Բարեկամներ, մեզ համար շատ կարևոր են ձեր դիտումները և տարածումները, որպեսզի մեր ալիքը կարողանա առաջընթաց ունենալ, և այդ պատճառով, եթե հավանում եք այն, ինչ անում ենք, խնդրում եմ մաքսիմալ տարածել, կիսվել ձեր ընկերների հետ, միգուցե ինչ-որ միտեղ ինչ-որ մեկին այսօրվա մեր տեսանյութը պետք է։ Շնորհակալություն աջակցության համար։ Ողջույն, ես Տաթևիկ Հովակիմյանն եմ, սրտաբան, ռիթմի խանգարումների մասնագետ, և այսօրվա մեր էպիզոդը նվիրված է հենց սրտի ռիթմի պարզաբանմանը և նրան, թե ինչ է տեղի ունենում, երբ սրտի ռիթմը խախտվում է։ Ինչպես արդեն նշեցի, մարդկային սիրտը մեկ օրում միջին հաշվարկով աշխատում է 100-ից 120 հազար անգամ։ Ինչ է սա նշանակում, եթե փորձենք վերածել այլ տերմինների։ Տեսեք, սրտի կատարած աշխատանքը, եթե մենք հաշվարկենք մի ամբողջ կյանքի ընթացքում, դա մոտավորապես գալիս է նրան, որ մենք շալակենք 70 կիլոգրամանոց մի անձնավորության և 4 միլիոն մետր քայլենք նրա հետ միասին, այսինքն բազմաթիվ անգամներ գնանք մինչև տիեզերք և վերադառնանք։ Պատկերացնու եք, թե ինչպիսի զարմանահրաշ էֆեկտիվ մեխանիզմ է հարկավոր, որպեսզի կարողանա այդ աշխատանքը կատարել։ Եվ այդ աշխատանքը կատարելու անմիջական հիմքում ընկած է սրտի ռիթմը կամ այն ֆունկցիան, որը սիրտը իրականացնում է ավտոնոմ, ինքնուրույն կերպով, ստեղծելով իր համար ռիթմ և այդ ռիթմը փոխանցելով դեպի իր տարբեր հատվածներ։ Որպեսզի ավելի հստակ պատկերացնենք, թե ինչ է սրտի ռիթմը, կարող ենք մտածել էլեկտրականության վերաբերյալ։ Սրտում ռիթմը ստեղծվում է սինուսային հանգույցում, որը մեր հիմնական ռիթմավար հանգույցն է և տարածվում է դեպի ներքև նախասրտերից դեպի փորոքներ, ճամփորդելով դեպի նախասիրտ փորոքային հանգույց, որը կրկին մի էլեկտրական բջիջների խումբ է, որը փոխանցում է էլեկտրական իմպուլսները սրտի վերևի հարկից դեպի ներքևի հարկ, նախասրտից դեպի փորոք, ապա իջնում է փորոքներ և շատ էֆեկտիվ կերպով պարպվում է փորոքներում, որպեսզի դառնա հիմք մեխանիկական կծկմանը։ Եվ սա շատ կարևոր է, քանի որ յուրաքանչյուր կծկում մեզ մոտ ապահովում է բնականաբար սրտի կարևորագույն աշխատանքը՝ պոմպի ֆունկցիան, որի միջոցով սիրտը արյուն է մատակարարում մեր բոլոր օրգան սիստեմներին, ինչպես նաև ինքն իրեն։ Նորմայում սրտի ռիթմը պետք է լինի ռեգուլյար, ադապտացվող և էֆեկտիվ, սակայն սա չի նշանակում, որ ինքը պետք է լինի ֆիքսված։ Հաճախ մենք պացիենտներից լսում ենք հարցեր. իմպուլսը այսքան է, արդյոք դա նորմալ է։ Մարդու պուլսը չի կարող կամ սրտազարկի հաճախականությունը չի կարող լինել ֆիքսված թիվ, այն լինում է ադապտացվող տարատեսակ իրավիճակներին, օրինակ հանգիստ վիճակում կարող է լինել ավելի դանդաղ, իսկ ֆիզիկական կամ էմոցիոնալ լարվածության հետ այն կարող է արագանալ, հասնել որոշակի թվերի, որը նույնպես նորմալ է և իրենից խնդիր չի ներկայացնում։ Եթե փորձենք կոպիտ հաշվարկ անել, ապա յուրաքանչյուր չափահաս առողջ մարդու սրտազարկը ինչ-ինչ իրավիճակներում կարող է արագանալ, նորմալ իրավիճակներում կարող է արագանալ մինչև 220-ից հանած իր տարիքը։ Սա շատ կոպիտ մոտավոր հաշվարկ է, որով մենք կարող ենք հասկանալ, արդյոք մեր ռիթմը նորմալ է, թե ինչ-որ խնդիրներ է պատահել։ Սակայն իհարկե սա միակ միջոցը չի խնդիրները ախտորոշելու համար։ Այժմ եկեք փորձենք անդրադառնալ, թե ինչ է տեղի ունենում, երբ սրտի ռիթմը խախտվում է կամ առաջանում են սրտի ռիթմի խանգարումներ, այսպես կոչված առիթմիաներ։ Առիթմիա տերմինը մի մեծ
անձրևանոց է, որի տակ մենք դնում ենք բազմաթիվ տարատեսակ խանգարումներ, որոնք կարող են առաջանալ տարբեր պատճառներից, ինչպիսիք են օրինակ նյութափոխանակային խանգարումները, սթրեսը, էմոցիոնալ լարվածությունը, արյան ճնշման տատանումները, հորմոնալ խնդիրները, սակայն նաև կարող են առաջանալ ավելի փոքր դեպքերում ավելի վտանգավոր ռիթմի խանգարումներ, որոնք կապված են հենց սրտի անոմալիաների հետ և կարող են պատճառ դառնալ վտանգավոր բարդությունների, որոնց մասին այսուհետ կխոսենք։ Արիթմիա տերմինով մենք նշում ենք շատ տարբեր տեսակի ռիթմի խանգարումներ, ինչպիսիք են օրինակ էքստրասիստոլաները, երբ ձեր սիրտը ուղղակի բաց է թողնում մեկ անգամ սրտազարկ և այնուհետև շարունակում է աշխատանքը, սա հաճախ մենք զգում ենք անկանոն աշխատանքի ձևով։ Էքստրասիստոլաների մեծ մասը բարորակ է և իրենից խնդիրներ չի ներկայացնում, սակայն իհարկե նրանց մեջ կան որոշ տեսակներ, որոնք պահանջում են բժշկական ուշադրություն և նույնիսկ բուժման անհրաժեշտություն են ներկայացնում։ Հաջորդը կարող ենք խոսել հաճախասրտությունների վերաբերյալ։ Հաճախասրտություն անձրևանոցային տերմինով մենք կոչում ենք բոլոր այն ռիթմի խանգարումները, որոնց ժամանակ սրտազարկի հաճախությունը ավելանում է նորմայից ավել, ընդ որում նորմայի ռեյնջը, տարածությունը նույնպես բավականին մեծ է։ Չափահաս առողջ մարդու մոտ սրտազարկի հաճախականությունը կարող է համարվել նորմալ, երբ ինքը գտնվում է 50-ից մինչև 100 զարկ րոպե միջակայքում հանգիստ վիճակում, և դրանից վերևինը արդեն կոչում ենք հաճախասրտություններ, և դրանից ներքևինը արդեն կոչում ենք դանդաղասրտություններ, որոնցից յուրաքանչյուրը իր հերթին պահանջում է ուշադրություն բժշկի կողմից և երբեմն նաև պահանջում է որոշակի միջամտություններ դեղորայքային կամ գործիքային միջամտական բնույթի։ Մի փոքր ուզում եմ անդրադառնանք արիթմիաների առաջացրած սիմպտոմներին և որոնք են այն գանգատները, որոնց ժամանակ արժե դիմել բժշկի։ Բոլոր այն իրավիճակները, երբ դուք նկատում եք, որ սրտի ռիթմը խախտված է, անկանոն է, արագ է, սրտխփոց է առաջացնում, տագնապի զգացողություն է առաջացնում, կամ ընդհակառակը դանդաղ է, միգուցե երբեմն ձեզ մոտ կարող են լինել գլխապտույտներ, աչքերի առջև մթագնելու կամ վարակույրի զգացողություն և որոշ ծայրահեղ դեպքերում նույնիսկ կարող են հանգեցնել գիտակցության կորստի, սինկոպեի, և սինկոպեների պարագայում մենք պարտադիր պետք է իրականացնենք աղտոտիչ հետազոտություններ, որպեսզի վստահ լինենք, որ դրանք սրտից չեն առաջացել և վտանգ չեն ներկայացնում մարդու կյանքի համար։ Գանգատներից ևս մեկը, որի վրա կառաջարկեի ուշադրություն դարձնել, դա կրծքավանդակում ցավի կամ առանձնախապայմանների հեվոցի առկայությունն է։ Եթե մենք ունենում ենք տիպիկ բնույթի ցավ մեր կրծքավանդակում, որը սեղմում է, խեղդում է, տարածվում է դեպի ձախ ձեռքը կամ միգուցե երկու ձեռքերը միաժամանակ, ստորին ծնոտը և ուղեկցվում է որոշակի ռիթմի խանգարումով, սա կարող է կապված լինել ավելի վտանգավոր տեսակի ռիթմի խանգարումների առաջացման հետ։ Եվ իհարկե շնչարգելությունը կամ հեվոցը նույնպես, որը առաջանում է ակամայից առանց որևէ ֆիզիկական ծանրաբեռնվածության, նույնպես կարող է նշան լինել ռիթմի խանգարումների առկայության։ Եթե փորձենք առանձնացնել մի քանի կարմիր դրոշակ, որոնց դեպքում մենք պետք է համեմատաբար շտապ կարգով ուշադրություն դարձնենք մեր ռիթմին, ապա դրանց մեջ կմտնեն առաջինը արտահայտված գլխապտույտները, երկրորդը չափից շատ արագ սրտազարկը, երբ պուլսը բարձրանում է 150-ից ավել ինչ-ինչ իրավիճակներում, երրորդը սինկոպեն կամ գիտակցության կորուստը, չորրորդը կրծքավանդակում ցավի առկայությունը և հինգերորդը աչքերի առջև մթագնումը գանգատների ժամանակ։ Սրանք այն կարմիր դրոշներն են, որոնք պարտադիր պահանջում են բժշկական միջամտություն և անհետաձգելի ռիթմի հետազոտություն սրտաբանի կողմից, ով մասնագիտացած է ռիթմի խանգարումների ուղղությամբ։ Սակայն եթե փորձենք իմի բերել բոլոր սիմպտոմները և եթե մի խորհուրդ ունենայի ձեզ տալու, դա կլիներ այն, որ անպայման ուշադրություն դարձրեք ձեր ինտուիցիային։ Եթե ձեր ներքին ձայնը ասում է այն մասին, որ մի բան փոխվել է և այլևս այն չէ, չարժե սպասել կամ անտեսել այն։ Սա շատ կարևոր նշան է, որ կարողանաք դիմել ժամանակին բժշկի և կանխարգելել խնդիրները։ Եթե փորձենք մի փոքր խորանալ և սիմպտոմներից կախված ախտորոշել, թե ինչ տեսակի ռիթմի խանգարում է անձի մոտ, իհարկե սա շատ լայն սահմաններ են և
ենթադրություններից հետո անպայման արժե դիմել բժշկին եւ վերջնական ախտորոշում անցնել, սակայն այն իրավիճակները, երբ կարծես թե սիրտը մի պահ բաց է թողնում, հետո շարունակում է աշխատել, սրանք մեծ հավանականությամբ էքստրասիստոլաներ են, այն իրավիճակները, երբ սիրտը հանկարծակի կտրուկ շատ արագ ռեգուլյար հաճախասրտություն է առաջացնում եւ նմանատիպ կտրուկ կերպով էլ անցնում է, սա բնորոշ է եւ շատ նման է պարոքսիզմալ վերփորոքային հաճախասրտությանը եւ երրորդ կարեւոր գանգատը, որ դուք կարող եք ունենալ, դա այսպես կոչված քաոտիկ ռիթմի առաջացումն է, արագ եւ անկանոն, եւ սա բնորոշ է ամենից հաճախ հանդիպող ռիթմի խանգարմանը, որը նախասրտերի ֆիբրիլյացիան է կամ շողացող արիթմիան։ Երբեք չարժի անտեսել նմանատիպ գանգատները եւ անպայման պետք է դիմել բժշկի, եթե մենք ունենք նման զգացողություններ։ Հաջորդը ուզում եմ խոսել տրիգերների մասին, այսինքն այն գործոնների, որոնք նպաստում են ռիթմի խանգարումների առաջացմանը։ Ամենից հաճախ հանդիպող եւ ամենից տարածվածը իհարկե նյութափոխանակային ու կենսակերպային խնդիրներն են, այսինքն անքնությունը, ստրեսը, էմոցիոնալ լարվածությունը, կոֆեինի չարաշահումը, եւ այստեղ խոսքը վերաբերում է ոչ միայն ստանդարտ սուրճին, այլ նաեւ կոֆեին պարունակող այլ ըմպելիքներին, ինչպիսիք են սև թեյը, էներգետիկները, ծխախոտի կիրառությունը, ալկոհոլի չարաշահումները, ստրեսի չափազանց շատ քանակությունը մի քանի օրվա մեջ, սրանք այն տրիգերներն են, որոնք կարող են առաջացնել ռիթմի խանգարումներ, եթե մենք ուշադիր չհետևենք մեր կենսակերպին եւ չփորձենք դրական փոփոխություններ ներմուծել մեր կյանք։ Նյութափոխանակային տեսանկյունից նպաստող պարարտ հող իրավիճակ է ստեղծվում, երբ մարդը ունենում է շաքարային դիաբետ, արյան բարձր ճնշում, վահանաձև գեղձի տարատեսակ դիսֆունկցիաներ, ջրազրկվածությունը կարող է պատճառ դառնալ ռիթմի խանգարումների, երկարաժամկետ փորլուծությունը, որը կամ փսխումները հաճախակի, որոնք կարող են բերել էլեկտրոլիտային դիսբալանսի, այսինքն էլեկտրոլիտների մեր արյան մեջ դա կալիումն է, կալցիումն է, մագնեզիումն է, կարևորագույն իոնները, որոնք ստեղծում են սրտի ռիթմը եւ մեծ դեր ունեն ռիթմի նորմալ ապահովման մեջ, եւ եթե արյան մեջ սրանց քանակություն տատանվում է կամ բարձրանում է կամ իջնում է այլև այլ պատճառներով, սրանք կարող են պատճառ դառնալ ռիթմի խանգարումների, ընդհուպ միջև վտանգավոր կյանքի սպառնացող։ Եվ այդ է պատճառը, որ հաճախ մեր աշխատանքը ուղեկցվում է ներզատաբանի եւ երիկամաբանի համատեղ օգնությամբ, որպեսզի կարողանանք ինտեգրացված կերպով խնամել այդ պացիենտին, ով ունի ռիթմի խանգարումներ եւ ճիշտ ուղղությամբ տանել իր բուժումը, հաշվի առնելով մեր այլ օրգան համակարգերի խնդիրները։ Այժմ ուզում եմ խոսել ներսրտային պատճառների մասին, որոնք կարող են առաջացնել ռիթմի խանգարումներ։ Իհարկե, առաջին հերթին եւ շատ մեծ ծավալով առյուծի բաժինը վերցնում են սրտի կառուցվածքային խնդիրները, որոնք առաջանում են իշեմիկ հիվանդության կամ կրած ինֆարկտների պատճառով։ Գիտենք, որ սրտամկանի ինֆարկտի ժամանակ մարդու սիրտը կարող է առաջացնել սպի, եւ այդ սպիից դեպի առողջ հյուսվածքներին անցումային զոնաները, որտեղ մենք ունենք կիսահիվանդ, կիսաառողջ հյուսվածք, շատ պարարտ հող են, որպեսզի մենք ունենանք աննորմալ էլեկտրական իմպուլսներ, որոնք ստեղծեն ռիթմի խանգարումներ, որոնք իրենց հերթին կարող են վտանգներ ներկայացնել մարդու առողջության համար։ Սրանք սովորաբար փորոքային արիթմիաներ են, կառուցվածքով հիվանդ սրտի փորոքային տախիկարդիան կամ փորոքների ֆիբրիլյացիան, որոնք ժամանակին չախտորոշելու եւ չբուժելու արդյունքում մարդու մոտ կարող է առաջանալ ցավալի խնդիր, որը սրտի կանգն է կամ սրտային հանկարծամահություն է։ Այդ է պատճառը, որ բոլոր պացիենտները, ովքեր ունեն սրտի կառուցվածքային հիվանդություն, կրած ինֆարկտ, փականային հիվանդություններ, ինչպիսիք են աորտալ փականի ստենոզը, միտրալ փականի ստենոզը կամ նեղացումը, մեծ աորտալ անբավարարությունը, սրտամկանի հիվանդությունները, որոնք մեծ խումբ են ու կոչվում են կարդիոմիոպաթիաներ, այս բոլոր խնդիրների առկայության դեպքում անպայման ցուցված է, որ սրտի ռիթմը գնահատվի ռիթմի խանգարումների մասնագետի կողմից եւ կատարվի պատշաճ կառավարում խնդիրների, եթե իրենք առկա են, կամ կանխարգելում, որպեսզի խնդիրներ չառաջանան։
Հաջորդիվ ուզում եմ խոսել մի մեծ խումբ խնդիրների մասին, ռիթմի խանգարումների մասին, որոնք առաջանում են կառուցվածքով նորմալ սրտում։ Սրանք այսպես կոչված սրտի էլեկտրական խանգարումներն են, էլեկտրականության խանգարումները կամ կանալոպաթիաները, որոնք իրենցից ներկայացնում են բնածին հիվանդություններ, եւ կանալոպաթիաները ժառանգաբար անցնում են ընտանիքներում։ Իհարկե սա չի նշանակում, որ եթե ինչ-որ մի անձ ունի կանալոպաթիա, ապա պարտադիր իր բոլոր երեխաները կամ իր ծնողները պիտի ունենան դա, սակայն երբ մենք հանդիպում ենք կանալոպաթիաներ, մենք անպայման կատարում ենք ընտանիքի կասկադային սկրինինգ, այսինքն մեծ ընտանիքի բոլոր անդամների առողջության գնահատում ենք իրականացնում, որպեսզի հայտնաբերենք եւ կապը գտնենք կանալոպաթիաների ժառանգաբար փոխանցման պացիենտների մոտ, եւ նման դեպքերում բժիշկը նաեւ կարող է առաջարկել գենետիկ քննության իրականացում, բացի նրանից, որ ստանդարտ հետազոտություն է կատարվում սրտի ռիթմի, որը էլեկտրասրտագրությունն է, էխոսրտագրությունն եւ հոլտեր քննությունն, ինչպես նաեւ երբեմն ֆիզիկական ակտիվության տեստը, ստրես տեստը։ Կանալոպաթիաների վերաբերյալ ուզում եմ կարևոր շեշտադրում անել, որ եթե պացիենտի բուժառուի ընտանիքում առկա են մարդիկ մեծ ընտանիքում, ովքեր հանկարծամահություն են ունեցել մինչև 60 տարեկան տարիքում, երիտասարդ տարիքում կրած հանկարծամահություն է եղել, ապա սա պարտադիր ցուցում է գնահատելու սրտի ռիթմը, նույնիսկ եթե բուժառուն չունի որևէ գանգատ։ Ընտանիքի անդամները պարտադիր պետք է անցնեն սկրինինգային հետազոտություն, որպեսզի հայտնաբերվի եւ կանխարգելվի հետագա խնդիրները, բայց շատ հաճախ ցավոք սրտի մենք տեսնում ենք ուշացած պացիենտներ, որոնք ախտորոշուն ասենք սրտի կանգից հետո եւ մանրակրկիտ անամնեզ հավաքելուց հետո պարզվում է, որ ընտանիքում բազմաթիվ դեպքեր են ունեցել հանկարծամահությունների, որոնք անտեսվել են եւ մարդը երբևիցե չի անցել հետազոտություն սրտաբանի կողմից, որպեսզի կարողանա գնահատել իր ինդիվիդուալ ռիսկը եւ պատշաճ կերպով կառավարել այն։ Որոնք են այն հետազոտությունները, որոնք կարող են կատարվել, իրականացվել առիթմոլոգի կողմից հետազոտելու եւ ախտորոշելու համար ռիթմի խանգարումը։ Իհարկե բազային 12 արտածման նորմալ էլեկտրասրտագրությունը երբեք եւ ոչ ոք չի կարող փոխարինել, այսինքն առաջին հերթին իրականացվում է էլեկտրասրտագրություն, այնուհետև իրականացվում է էխոսրտագրություն, որը կարող է լինել բազային, ստանդարտ, որը մեծ մաս դեպքերում արվում է, սակայն երբեմն ինչ-ինչ իրավիճակներում մենք կարող ենք ունենալ կարիք խորացված էխոսրտագրության, որի ժամանակ գնահատվում են ավելի նուրբ պարամետրեր, որոնք կարող են խոսել առիթմոգենության վերաբերյալ, սրտի ռիթմի խանգարման բարձր հավանականությունների վերաբերյալ։ Հաջորդիվ իհարկե գալիս են տարատեսակ ռիթմի մոնիտորինգի սարքերը, որոնք կարող են առաջարկվել, եւ սրանց մեջ ամենապարզը 24-ժամյա հոլտեր հետազոտությունն է, սակայն գոյություն ունեն իրավիճակներ, որոնց դեպքում ձեր բժիշկը կարող է առաջարկել ավելի խորացված ռիթմի հետազոտություն, ընդհուպ մինչև երկարատև, մինչև 30-օրյա հոլտեր քննություն եւ նույնիսկ փոքրիկ սարքի իմպլանտացիա, որը կարող է երկար տարիներ հսկել սրտի ռիթմը ու գնահատել ռիթմի խանգարումների առկայությունը։ Այսօր ռիթմի խանգարումների սկրինինգը ռևոլյուցիա է ապրում եւ շատ արագ զարգացում է ապրում, ի շնորհիվ նրա, որ մեր կյանքում հայտնվել են բազմաթիվ թվային սարքեր, ինչպիսիք են սմարթ ժամացույցները կամ կրելի սարքերը, որոնք սրտի ռիթմ են գրանցում, որոնք թույլ են տալիս կատարել էլեկտրասրտագրություն մեկ կամ մի քանի արտածման եւ ախտորոշել գանգատը, կապ ունի արդյոք ռիթմի խանգարման հետ, թե ոչ։ Սա շատ կարևոր մեծ դեր ունի եւ իրապես փոխում է իրականությունը, սակայն ուզում եմ մի փոքր զգուշացնել մեր պացիենտներին, որ հաճախ ինչ-ինչ պատճառներով այս սարքերը կարող են գրանցել աղմուկներ օրինակ եւ պետք չի տագնապել եւ լուրջ անհանգստանալ, եթե թվային սարքը ձեզ մոտ ախտորոշել է ռիթմի խանգարում։ Անպայման անհրաժեշտ է անցնել բժշկական խորհրդատվություն եւ համոզվել, արդյոք սա իսկապես ռիթմի խանգարում էր, թե մեր սարքը ուղղակի շփոթեց եւ օրինակ աղմուկը դրեց ռիթմի խանգարման տեղ կամ նորմալ սինուսային հաճախասրտությունը դրեց ռիթմի խանգարման տեղ։
Կարևորագույն դեր ունի նաև ռիթմի խանգարումների ախտորոշման մեջ սրտի MRT հետազոտությունը։ Սա մի հետազոտություն է, որը կարողանում է գնահատել թե անատոմիական եւ թե ֆիզիոլոգիական ֆունկցիոնալ փոփոխությունները մեր սրտում եւ բավականին լուրջ հավելյալ ինֆորմացիա է տալիս սրտի ռիթմի խանգարումների եւ հիվանդության ախտորոշման վերաբերյալ։ Սրանք էին այն ոչ ինվազիվ հետազոտությունները, ոչ միջամտական հետազոտությունները, որոնք կարող է ձեր բժիշկը ձեզ առաջարկել, որպեսզի ախտորոշի սրտի ռիթմի խանգարում։ Սակայն երբեմն շատ հազվադեպ լինում են իրավիճակներ, որոնք հնարավոր չէ ոչ ինվազիվ միջամտություններով ախտորոշել, եւ նման դեպքերում արդեն հերթը հասնում է էլեկտրաֆիզիոլոգիական հետազոտության իրականացմանը։ Էլեկտրաֆիզիոլոգիական հետազոտությունը դա ինվազիվ հետազոտություն է, որի ժամանակ բժիշկը մեկ կամ մի քանի անոթից կարող է մտնել դեպի սիրտը եւ սրտի տարբեր խոռոչներում տեղադրելով կաթետրներ կատարել ախտորոշիչ հետազոտություն, որի ժամանակ մենք կկարողանանք հասկանալ արդյոք նորմալ է սրտի հաղորդչական համակարգի աշխատանքը, արդյոք մենք ունենք տարատեսակ ռիթմի խանգարումներ, հավելյալ անցուղիներ, շողացող առիթմիա, փորոքային տախիկարդիա եւ երրորդ ռիսկի գնահատման տեսանկյունից է շատ կարեւոր, որովհետեւ էլեկտրաֆիզիոլոգիական հետազոտության եւ ծրագրավորված սրտախթանման միջոցով մենք կարող ենք գնահատել արդյոք պացիենտի մոտ կարող է առաջանալ կյանքի համար վտանգավոր ռիթմի խանգարում, որը պահանջում է միջամտական բուժում։ Այսքանն էր սրտի ռիթմի խանգարումների ախտորոշման վերաբերյալ։ Այժմ կուզենամ մի փոքր անդրադառնալ նաև բուժական մոտեցումներին, որոնք նույնպես կոմպլեքս են եւ գոյություն չունի մեկ դեղահապ, որը նշանակելով մենք կկարողանանք հարցը արմատապես շտկել։ Իրականությունն այնտեղ է, որ բուժումը պետք է լինի կոմպլեքս եւ ամբողջությամբ ծածկի բոլոր ինտեգրալ կոմպոնենտները սրտի ռիթմի խանգարման, որպեսզի կարողանանք հասնել հաջողության այս ասպարեզում։ Եվ իհարկե առաջին հերթին մենք սկսում ենք մարդու կենսակերպը կարգավորելուց կամ տրիգերային ազդակները վերացնելուց, այսինքն եթե մարդը ունի օրինակ վահանաձև գեղձի դիսֆունկցիա, որի արդյունքում առաջացել է ռիթմի խանգարում, բնականաբար մենք գնում ենք պատճառը շտկելու, այսինքն վահանաձև գեղձի դիսֆունկցիան կարգավորելով մենք կարողանում ենք նորմալացնել սրտի ռիթմը եւ խուսափել հետևանքներից մեծ մասամբ իրավիճակների մեծ մասում կամ եթե օրինակ մարդը ունի երիկամային անբավարարություն եւ ինչ որ պատճառով իր մոտ արյան մեջ կալիումի բարձր մակարդակ է հայտնվել, որը պատճառ է դարձել լուրջ ռիթմի խանգարումների, ապա առաջին բանը, որ պետք է անել, դա այդ կալիումի մակարդակը իջեցնելն է, որպեսզի կարողանանք բուժել խնդիրը։ Բոլոր այն իրավիճակները, երբ մենք ունենք դարսելի պատճառներ, այսինքն խնդիրը շտկելով կլուծես նաև իր հետևանքը, այս իրավիճակներում առաջին կարևոր քայլը պիտի լինի հենց այդ դարձելի պատճառը շտկելը, որից հետո նոր անդրադառնալ նրան։ Մնում է արդյոք ռիթմի խանգարումը ինչքանով է վտանգ ներկայացնում պացիենտի համար եւ այդ դեպքում միայն նոր մտածել միջամտական բուժում իրականացնելու մասին։ Հաջորդիվ ուզում եմ խոսել դեղորայքային բուժման վերաբերյալ սրտի ռիթմի խանգարումների։ Դեղորայքային արսենալը շատ մեծ է ռիթմի խանգարումների բուժման եւ մենք մի քանի խումբ հրաշալի դեղամիջոցներ ունենք, որոնց միջոցով կարող ենք նպաստել ռիթմի խանգարումների կառավարմանը։ Սակայն այստեղ ուզում եմ անպայման զգուշացնել այն մասին, որ հակաառիթմիկ դեղորայքային խմբերի որոշ մասը ունեն կարևորագույն պրոառիթմիկ էֆեկտ, որը նշանակում է, որ իրենք իրենցով կարող են առաջացնել ռիթմի խանգարումներ կամ խորացնել ռիթմի խանգարումներ, եւ դա է պատճառը, որ հակաառիթմիկ դեղորայքի կիրառությունը անհրաժեշտ է կատարել անպայման բժշկի հսկողությամբ։ Օրինակ, որոշ պրեպարատներ նշանակելուց հետո մենք մի քանի օրից իրականացնում ենք պարզ էլեկտրասրտագիր կամ կրկնում ենք հոլտեր հետազոտությունը, որպեսզի կարողանանք ճիշտ հսկել եւ վստահ լինել, որ անվտանգ է դեղամիջոցի նշանակումը, կամ որոշ պրեպարատներ, ինչպիսիք են օրինակ ամիոդարոնը կամ կորդարոնը, բոլորիս կողմից շատ սիրված, ինքը շատ հզոր հակաառիթմիկ էֆեկտիվություն ունի, սակայն դեպքերի մեծ մասում խորհուրդ չի տրվում կորդարոնը նշանակել ավելի երկար, քան մի քանի ամիսն է, քանի որ ինքը կարող է ունենալ տարբեր տոքսիկ էֆեկտներ մեր մյուս օրգան համակարգերի վրա, ինչպիսիք են թոքերը, վահանաձև գեղձը, տեսողությունը։
Եվ վերջում իհարկե ուզում եմ անպայման անդրադառնալ ռիթմի խանգարումների բուժման միջամտական միջոցներին, որոնք վերջին տարիներին շատ բուռն կերպով աճում են եւ ռևոլյուցիոն ընթացք են տվել արիթմոլոգիայի բնագավառին։ Սրանց մեջ մտնում են առաջինը աբլյացիաները, աբլյացիոն բուժումը, երբ կաթետրով հայտնաբերվում է ռիթմի խանգարումն առաջացնող օջախը եւ այն վերացվում է տարբեր տեսակի էներգիայի կիրառությամբ։ Կարող է լինել ռադիոհաճախային էներգիա, կարող է լինել սառեցման միջոցով եւ կարող է լինել ժամանակակից նոր մեթոդ, որը գնալով ավելի ու ավելի է աշխարհում տարածումը գտնում, որը այսպես կոչված pulse field աբլյացիան է կամ էլեկտրոպորացիայի միջոցով կատարվող աբլյացիան, որը կարծես թե ավելի անվտանգ է, քան մյուս մեթոդները։ Իսկ որոշ ռիթմի խանգարումների դեպքում, որոնք կարող են վտանգ ներկայացնել ձեր կյանքի կամ առողջության համար, բժիշկը կարող է ձեզ առաջարկել իմպլանտացվող սարքի տեղադրում։ Սա կարող է լինել դանդաղասրտության բուժման համար, սա կարող է լինել սրտի կծկողական ֆունկցիայի բարելավման համար եւ սա կարող է լինել սրտային հանկարծամահության կանխարգելման համար։ Այսքանն էր այսօր, որ ցանկանում էի խոսել ձեզ հետ սրտի ռիթմի խանգարումների ներածական ծանոթացման եւ կառավարման վերաբերյալ։ Բարեկամներ, եթե հավանում եք այն, ինչ անում ենք, խնդրում եմ տարածել մեր հաղորդումը։ Ուղարկեք այս էպիզոդը ձեր հարազատին, ով ունի ռիթմի խանգարում, միգուցե ինչ-որ մեկին ինչ-որ միտեղ այն օգտակար կլինի։ Շնորհակալություն, մինչ նոր հանդիպում։ Ձեզ հետ էի ես, սրտաբան Տաթևիկ Հովակիմյանը եւ Կարձոլաբ Պոդքասթը։